չէ, ընկերներ, այլընտրանքը Եվրամիությունը չէ։ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի կամ ԵԱՏՄ-ի այլընտրանքը ԵՄ-ն է։ Սա կեղծ օրակարգ է։ Երբ որ շատ դեպքերում ասում են, տեսեք, էլ ռուս սահմանապահ հայ-իրանական սահմաններում չէ, կարիք չկա։ Ավտոմատիզացվել է այդ համակարգերը Փաշինյանից ընդհանուր գիծը ինչ որ բռնել են։ Ուղիղ կատարում են Ադրբեջանի պահանջները, սա արդեն գաղտնիք չի։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դառնում են դաշնակիցներ։ 500 միլիոնանոց Եվրոպան գնացել խնդրել է 300 միլիոնանոց ԱՄՆ-ին, որ իրեն պաշտպանի 140 միլիոնանոց Ռուսաստանից։ Սա արդեն առողջ չէ։ Ողջույն, Մարտական եղբայրություն միաբանության քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ քննարկելու ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Մասիս ջան։ Բարև ձեզ։ Նախքան կարևորագույն իրադարձություններին անցնելը նշենք, որ ի հակակշիռ կարևորագույն իրադարձությունների մեդիա աղմուկը կրկին Սարգսյան-Քոչարյան այսպես շրջանակներում էր, երկուսով փորձում էին հասկանալ, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, թեպետ իհարկե ավելի կարևոր է, թե ով պիտի հեռացնի, եւ տրամաբանական էր, որ դա քննարկվեր, բայց մեր երկրի հիմնական անդիմադիր ներկայացող ուժերը քննարկում են սա է թե նա է։ Ակամա հիշում եմ անեկդոտը աղջիկներ կռիվ մի արեք երկուստ էլ ճիշտ եք։ Մենք սրան անդրադարձել ենք, որ հա մեկը մեկի վրա ենք գցում, հա պետք չի վիճել, երկուստ էլ ճիշտ եք։ Առհասարակ սա նման է կոմունիստական կուսակցության ներսում տեղի ունեցող պայքարի, այսինքն թե ով պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի։ Իսկ ինչ է նշանակում կոմկուս։ Կոմկուսը վաղուց գոյություն չունի, բայց գոյություն Հայաստանում, օրինակ նոյեմբերի 9-ի կուսակցությունը, այսինքն Հայաստան դաշինքը, պատիվ ունեմը, քաղաքացիական պայմանագիրը։ Սրանք միասին երեքով նոյեմբերի 9-ի կոնսենսուսի շուրջ ձևավորված քաղաքական ուժեր են, որոնք որ մեկը մյուսից ավելի կաթոլիկ են փորձում երևալ, քան Հռոմի Պապը, ու փորձում են Հայաստան անտանել խորհրդանացման ճանապարհով։ Կարող են իրենք հազար բան ասել, հազար ձևի, պաթոսային խոսակցություններ ունենալ կամ մեկն էլ ավելի ռացիոնալ կամ պրագմատիկ խոսակցություններ, բայց մեծ հաշվով իրենց ընդհանուր առաջարկը հետևյալն է, որ պետք է մնալ նոյեմբերի 9-ի շրջանակներում ու փորձում են արտաքին ուժերի համար, մասնավորապես Ռուսաստանի համար, ցույց տալ, որ իրենք ավելի ձեռնտու գործընկեր են, իրենց հետ ավելի լավ կլինի այդ ընդհանուր գործողությունները կատարել։ Դրանում իր մեծ ներդրումն ունի օրինակ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որը այս պահին ավելի շատ փորձում են ներկայացնել որպես հակակշիռ այդ ռուսական ուժերի, բայց մենք պետք է չմոռանանք, որ 2013 թվականին մի գիշերում Հայաստանը մտավ ԵԱՏՄ։ Ու երբ որ մեզ ասում են բա ում հետ գործընկերություն անենք, ում հետ տնտեսական միավորի մեջ մտնենք, այլընտրանքը Եվրամիությունն է, չէ, ընկերներ, այլընտրանքը Եվրամիությունը չէ։ Մեր տարածաշրջանում, օրինակ Վրաստանն ու Ադրբեջանը չեն գտնվում ոչ մի վերպետական միավորման մեջ, ոչ ԵԱՏՄ-ի, ոչ Եվրամիության, բայց երկուսի տնտեսությունները զարգանում են ու երկուսն էլ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ ունեն առևտրաշրջանառություն, ունեն տնտեսական հարաբերություններ, այսինքն այս միֆը, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի կամ ԵԱՏՄ-ի այլընտրանքը ԵՄ-ն է, սա կեղծ օրակարգ է։ Տեսեք ձեր հարևան պետություններին, ու մեր հարևան պետություններին, ու կհամոզվեք, որ սա կեղծ օրակարգ է, ու այդ նույն հարևան պետությունները ունեն նույն խնդիրները, ինչ որ մենք։ Սա առաջին մասով այս Սերժ Սարգսյանի։ Քոչարյանը փորձում է ներկայացնել, որ ինքը Պուտինի ընկերն է, չգիտեմ, ռուսների հետ շատ լավ է եղել, ամենալավ հարաբերությունները իր ժամանակ են եղել հայ-ռուսական, քիմիակա, հա, ու նման բաներ, ու Պուտինին փորձում է ցույց տալ, մեսիջներ տալ, որ իմ հետ համագործակցեք, ես եմ այստեղ ռուսական շահ սպասարկողները։ Այս ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ փորձում է հայ հանրությանը հետագայում մեղավոր հանելու պատրվակով իբր թե իր հայացքը ուղղել դեպի Եվրամիություն կամ Արևմուտք, իրականում Փաշինյանը այն եզակի գործիչն է, որ երկուսից ավելի կաթոլիկ է եղել, երկուսից ավելի ռուսական է եղել, երբ որ Սիրիա համատեղ զորք ուղարկեց, այսինքն այն երկուսը դա չէին արել։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այն երկուսը ավելի անկախական դիրքերում են փորձել հարաբերվել, ավելի անկախական դիրքերում ունենալ խորհրդային Հայաստան, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը համատեղ զորք է ուղարկում Սիրիա ռուսական դրոշի ներքո։ Այսինքն, երբ որ Հայաստանի Հանրապետությունը զորք ուղարկեր Սիրիա հայ բնակչության այնտեղ պաշտպանելու համար, ուղարկեր որպես առանձին միավոր, առանձին պետություն, դա մենք դիտեինք, որ մեր սուվերենությունը մի բան բարձրացել է ու մենք կարողանում ենք
մեր խոսքը արտահայտել միջազգային կոնֆլիկտներում, այդ ժամանակ էլ հաղթած պետություն, բայց ինքը հայկական զորքն ուղարկում է ռուսական դրոշով ու սրանով ամեն ինչ ասված էր։ Ու սրանից հետո էլ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը ավելացնում է, գնալով մեծացնում է, կապերը ավելի խորացնում է ու հայտարարում է, որ ինքը Ռուսաստանին դեմ է, այսինքն պետք չէ ռուսական ձևով մտածել։ Սա շատ նման է նախորդ դարի 20-ական թվականներին, երբ որ Հայաստանը խորհրդայնացվում էր։ Այս ճանապարհը մենք մի անգամ անցել ենք։ Այն ովքեր որ տեղյակ չեն, կարող են հետևել ռուս-թուրքական վանդակին, Հրանտ Տեր-Աբրահամյանը մեր ընկերը մանրամասն բացատրում է սրա մասին։ Կարող են պատմության որոշակի, չգիտեմ, տեսանյութեր կամ գրքեր կարդալ, որոնք որ որոշակի վերլուծություն ունեն, այսինքն զուգահեռներ են տարբեր ուսումնասիրություններ կան, ուսումնասիրեք կտեսնեք թե ինչպես է նախորդ դարի 20-ական թվականներին Հայաստանը խորհրդայնացվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տանում է այս գիծը ու միանգամից ինքը արդեն ավելի հաղթողի դիրքերում է Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ, որովհետև ինքը ավելի ռուսական է։ Սա է տեղի ունենում, բայց մեծ հաշվով սա մի կուսակցության խնդիր է, այսինքն երբ որ իրենք անուններ են հռչակում, դրանք անուններ չեն։ Կեղծ անուններ են, կլիչկաներ են մեկ կուսակցության ներսում գտնվող, այսինքն այս թեմն է, այն թեմն է, մյուս թեմն է, բայց սրանք ընդհանուրով մի առաջարկ ունեն։ Հայաստանի Հանրապետության անկախության զիջում Ռուսաստանի Դաշնությանը։ Այս շաբաթ Փաշինյանը նոր հոդված հրապարակեց Armenpress-ում, բառացի մեջ բերենք տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաեւ Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն եւ հակառակողությամբ Հայաստանի Հանրապետության Մեղրիից Երաստ Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով եւ հակառակողությամբ ամբողջությամբ նախապատրաստված է։ Ըստ էության կուզեմ, որ անդրադառնամ ասիցը, բայց ես միայն մի դիտարկում անեմ, այստեղ Արևմտյան Ադրբեջան արտահայտությունն է կիրառվում, իսկ այդ արտահայտությունը, ինչպես գիտենք, Ադրբեջանի մեր թշնամի հանրապետության, մեզ հետ պատերազմի մեջ գտնվող թշնամի հանրապետության քարոզչական պատերազմի հիմնասյուներից մեկն է։ Հիմա ըստ էության։ Մենք դրան ի պատասխան կարող ենք ասել Արևմտյան Հայաստանի սահմաններով, չգիտեմ, հակադարձեինք, այս դիսկուրսը գնար, բայց այստեղ ավելի խորքային հարցեր կան ու սա էլ փորձ եմ մանրամասնել։ Որպես այդպեսին գոյություն չունի առանց ԵԱՏՄ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառություն, այսինքն երբ որ հայկական սահմաններով ինչ-որ մի ապրանք է ներս մտնում ու կամ ինչ-որ ապրանք դուրս է գալիս, սա անմիջապես փոխկապակցված է ԵԱՏՄ օրենքներով, այսինքն գոյություն մենք գտնվում ենք արդեն ինտեգրացիոն համակարգում, որտեղ որ ներմուծում եւ արտահանումը կամ սահմաններով ինչ-որ ապրանքներ մտնել դուրս գալը, սա միասնական համակարգ է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այս պահին որպես տնտեսական միավոր վերպետական կառույցի շրջանակներում Եվրասիական տնտեսական միությունում է գտնվում։ Ու սա Հայաստանի Հանրապետության առաջարկները չեն, ոչ էլ Նիկոլ Փաշինյան։ Երբ որ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը ուղիղ սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, հենց սրա մասին ենք ասում։ Այս առաջարկները Նիկոլի առաջարկները չեն, Նիկոլը չկա այդքան, չկա։ Սա Եվրասիական տնտեսական միության առաջարկներն են, թե ինչպես պետք է գործի Հայաստանի միջոցով Ադրբեջան տեղափոխվող կամ Թուրքիա տեղափոխվող բեռնափոխադրումները, ինչպես պետք է վճարեն դրա համար ԵԱՏՄ-ի անվտանգությունը, այդ տնտեսությունը սահմանները ապահովելու համար, նաև ստեղծված է ՀԱՊԿ, հավաքական այդ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի անվտանգությունը։ Հիմա ՀԱՊԿ կա, ՀԱՊԿ-ի հիմնական պետությունը Ռուսաստանն է, նոյեմբերի 9-ի պայմանագրով այդ ճանապարհները պետք է վերահսկեն ռուսական սահմանապահները, իմիջիայլ սահմանապահները, երբ որ ասում ենք, դա Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության աշխատակիցները, FSB կամ նախկինում ինչպես կոչվում էր ԿԳԲ-ի աշխատակիցները, այնպես ինչպես հիմա կանգնած են հայ-թուրքական սահմանում, չնայած որոշակի դուրս են եկել, բայց մեծ հաշվով ազդեցությունը նույնն է։ Համակարգեր միգուցե եւ մարդկանց հանել են, բայց համակարգերը նույնն են։ Այսինքն երբ որ շատ դեպքերում ասում են, տեսեք, այլ ռուս սահմանապահը հայ-իրանական սահմաններում, չէ, կարիք չկա, ավտոմատիզացվել է, այդ համակարգերը բաց են Ռուսաստանի Դաշնության համար, էլ Բելարուսիայի համար, էլ այսինքն մենք մեկ միասնական համակարգի ներսում ենք, որը որ ղեկավարվում է Մոսկվայից, իրենք արդեն բաց են ասում, դա նեն չի որ
ԵԱՏՄ-ի կենտրոնը Երևանն է կամ Մինսկն է։ ԵԱՏՄ-ի կենտրոնը Մոսկվան է, Մոսկվայից վերահսկվում է ու կարիք էլ չկա որ մարդ լինի, այսինքն իրենք տեսնում են ինչ մտավ, ինչ դուրս եկավ, ինչքանի մտավ, ինչքանի դուրս եկավ ու վերջում գալիս հաշվում են, ասում են այ այս գումարները ձեր մասով դուք պետք է վճարեք ԵԱՏՄ-ին։ Իդեպ այս շաբաթ Արթուր Պապյանը մեդիա փորձագետ հրապարակեց տվյալներ 100,000-ավոր, տասնյակ հազարավոր, այսպես հայկական օգտատերերի կայքեր են կոտրված, օգտահաշիվներ են կոտրված եւ դրանք հնարավոր է, այսպես ասած, ծև շուկայից գնել չնչին գումարներով։ Ինքը փորձել էր եւ 11,000 դրամ վճարելով, ընդհանուր $20 պատմություն էլի, կարողացել էր հազարավոր օգտահաշիվներ ձեռք բերել, դա էլ այսպես մեր անվտանգության խնդիր։ Որպես բացի դրանից մենք ունենք այստեղ ՎՏԲ բանկը, ունենք Yandex ընկերությունը, որը ունի այնպիսի համակարգ, որ կարող է տվյալները փոխանցել իր գործընկեր Ադրբեջանին եւ բավականին մեծ տվյալներ է հավաքագրում մեր բոլորի մասին, ովքեր որ օգտվում են այդ համակարգերից։ Իդեպ Փաշինյանը ոչ միայն անում է Ռուսաստանի պահանջով որոշակի քայլեր, այլև Ադրբեջանի ուղղակի պահանջով եւ դրանցից մեկն է ըստ էության երևում Եղիշեկ Կիրակոսյանի, այսինքն մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում Բաքվի դեմ Երևանի հայցերը ներկայացրած Եղիշեկ Կիրակոսյանի հրաժարականը, որ ներկայացվեց այս շաբաթ։ Հրաժարականներ ներկայացրեցին նաեւ նրա թիմի մի քանի անդամներ եւ թեպետ Կիրակոսյանը փորձում է թեթև երանգով ներկայացնել, թե թիմի անդամները ավելի շուտ էին հրաժարականներ ներկայացրել, նրանք կփոխարինվեն այլ մասնագետներով, ինքն էլ տեղափոխվում է այլ գիտական աշխատանքի, բայց ըստ էության այս հրաժարականների շարքը ասոցացվում է 44-օրյա պատերազմի ժամանակ, մարտական գործողությունների սրացման ժամանակ հարազատներ կորցրած եւ նրանց դեռ անհայտ կորածների կարգավիճակում տեսնող մարդկանց հայերի շրջանակում նրանք կարծում են, որ սա ազդակ է, որ կա ներքին պայմանավորություն, որ փոխադարձության սկզբունքով Երևանը եւ Բաքուն հետ են կանչելու դատական միջազգային դատական ատյաններից իրենց հայցերը եւ սա փակում է հույսի դռները, թե երբևէ իրենք կարողանան գտնել, վերագտնել, վերամիավորվել իրենց հարազատների հետ։ Թվում է, թե Կիրակոսյանը չի համաձայնել կատարել որոշ պահանջներ Փաշինյանի ներկայացրած եւ հիմա նրան փորձում են փոխարինել մեկ այլ անձով, ով կհամաձայնի սուսուփուս հետ կանչել միջազգային ատյաններից վերդատական հայցերը։ Եթե կհիշեք, սրանից որոշ ժամանակ առաջ նույնպես խնդիրներ առաջացավ Եղիշեկ Կիրակոսյանի ու հայաստանյան իշխանությունների միջև, կարծեմ մի տարի առաջ էր, որ նման քննարկումներ էր տեղի ունենում, ու սա այնպես չի, որ սպասելի չէր, որովհետև Փաշինյանից ընդհանուր գիծը ինչ որ բռնել են, ուղիղ կատարում են Ադրբեջանի պահանջները, սա արդեն գաղտնիք չի։ Սպասարկում են Իլհամ Ալիևի շահը, ոչ թե հայկական պետության կամ հայ ազգի շահը։ Ու սա տեղավորում է ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ։ Ես այստեղ զարմանալու ոչինչ չեմ տեսնում, սա մեծ ընդհանուր մեծ շղթայի մի հատված է, որի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Ու հա, երբ որ օրինակ տեսեք դուք հիմա հայցերի մասն եք ասում, երբ որ մենք ժամանակին ասում էինք, օրինակ առանց նախապայմանների հանձնվել է Քարվաճառը, առանց նախապայմանների հանձնվել է Աղդամը, այս ինչ մի հարց է, որ սա չզիջեն։ Դուք տեսեք իրենք ինչեր են զիջել, ու սա այդ ամենակարևոր հարցերից չէր։ Շատ կարևոր է մեր համար, բայց իրենց համար ու առհասարակ լայն կոնտեքստում սա ամենակարևոր հարցերը չի։ Այն հայցերը, որ այսօր Հայաստանն ունի, սրանից տասնյակ անգամների ավելի մեծ կարևորության հարցեր առանց նախապայմանների մենք զիջել ենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեր տեղը զիջել են ու իրենք դրա մասին մի րոպե չեն մտածել, աչք չեն թարթել ու մեղավորության զգացողություն չունեն։ Թեպետ իրավական քննարկումները շարունակվում են եւ ասում են, որ որքան էլ որ երկիրը հետ քաշի հայցերը, բայց արդեն անցել է դիմելուց 1 տարի, հետեւաբար միջազգային ատյանները կարող են շարունակել դիտարկել այդ հայցերը, որովհետև իրենք ունեն դրա իրավունքը, բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները արդեն շատ դժվար է ասել։ Ուղղակի այստեղ պիտի փաստենք, որ մարդիկ, ովքեր հույս են կապում միջազգային ատյանների հետ, որովհետև Հայաստանի իշխանություններից կտրել են իրենց հույսը, իրենց հարազատներին չեն տեսնում զոհերի մեջ, չեն գտնում ողջերի մեջ, չգիտեն որտեղ է, ենթադրում են, որ Բաքվի բանտերում են եւ ունեն միակ այդ վերջին, այսպես բարակ թելը, որ միջազգային հանրությունը կստիպի Բաքվին վերադարձնել այդ մարդկանց մեզ։ Ես այդ մարդկանց այդ մեր եղբայրների, ծնողներին, հարազատներին
կխնդրեմ, որ իրենք առհասարակ հույսները կտրեն այս իշխանություններից, ովքեր որ փորձել են իրենց հարցերը բարձրաձայնել, ու առհասարակ ովքեր որ կփորձեն իրենց փաստաթղթերը ուղղակի համոզել 4 տարուց ավելի անցել։ Նրանք ոչինչ չեն անում։ Ու երբ որ խոսում են իրավունքներից, միջազգային հատյաններից, նոր աշխարհ է ձևավորվում, որտեղ որ բազմաթիվ անգամներ նշել ենք։ Գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքն է հաստատվել։ Եվ նման հարցերը, դրանցից բխող այլ հարցեր, նաև այն հարցերը, որոնց համար մենք ու ձեր հարազատները գնացել ենք, կռվել ենք, այս հարցերը լուծելու համար պետք է ուղղակի հաստատենք մեր ուժի իրավունքը։ Մենք պետք է մեր ուժով դուրս գանք մեր դեմ պայքարողների դեմ, այսինքն սա դրված է Հայաստանի Հանրապետության անկախության հարցը։ Եվ միայն այդպես նորից կարող ենք անկախությունը ձևավորելով, ստեղծելով իրապես անկախ Հայաստան, մենք կարող ենք լուծել այլ հարցեր։ Նաև ձեր հարազատներին վերաբերող հարցերը կպարզվի, նրանք գերի են Ադրբեջանում, նրանք զոհվել են, նրանց մարմիններն այստեղ են, այնտեղ են, այդ եթե իհարկե զոհվել են, միգուցե եւ չեն զոհվել, կենթանի են, գերության մեջ են, այս ամբողջ հարցերը կպարզվի այն ժամանակ, ու սրանք լուծում կստանան, ոչ միայն կպարզվի, երբ որ չլինեն այս իշխանությունները, այսինքն չլինի նոյեմբերի 9-ի կուսակցությունը որպես իշխանություն, այլ լինեն անկախական ուժերը։ Իդեմս մեզ մարտական եղբայրության եւ մեր նման մտածող այլ քաղաքական ուժերի։ Ես կասեմ, որ միայն ուժի իրավունքով է այս հարցերը լուծվելու։ Շարունակելով թեման, եթե անհայտ կորածները ենթադրվում է, որ կարող են պահվել Բաքվի բանտերում, ապա մենք շատ որոշակի տվյալներ ունենք ոմանց մասին, ովքեր հաստատ Բաքվի բանտերում են եւ նրանց դեմ շարունակվում է դատավարությունը։ Այս շաբաթ Ադրբեջանը հրապարակեց լուսանկարներ դատավարություններից, վստահ լինելով, որ մենք տեսնելու ենք այդ լուսանկարների վրա խոշտանգման հետքեր։ Ռուբեն Վարդանյանի գլխի շուրջ ամենայն հավանականությամբ հայտնի խոշտանգման միջոցն է կիրառվել, որի մասին խոսեց Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որ կապում են երկաթե օղակ եւ այդ օղակը սկսում են նեղացնել այնքան, մինչեւ մարդը ցավերից գալարվելով չդիմանա եւ Ռուբեն Վարդանյանի գլխի շուրջ ամենայն դեպս այդ վերքերի այդ տեսակը տեսանելի էր, նաեւ տեսանելի էր, որ Բակո Սահակյանի ատամներն էին բացակայում եւ էլի խոշտանգման հետքեր մեր գերիալների դեմքերին։ Մեր լրագրողները դիմեցին իշխանավորներին, թե ինչ են անում, որպեսզի օր առաջ նրանք վերադարձվեն։ Ի վերջո հիշում եք, չէ, 2 ամիս էր ընդամենը խնդրում, որ ավելի էլ սպասեն եւ նրանք պիտի որ այստեղ լինեին, բայց արդեն 4-րդ տարին է։ Իշխանավորները ասացին, որ ինչ որ պետք է արվում է եւ դրա մասին բարձրաձայնելը միայն կվտանգի այս գործընթացները։ Մենք ունենք ողջամիտ կասկածներ, որ ոչինչ էլ չի արվում։ Հակառակ պարագայում մենք կտեսնեինք արդյունքները։ Եվ այդ մասին խոսեց նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, որ ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ որ իր պաշտպանյալների երկրները որոշակի գործողությունների են դիմել, դա տեսանելի է եղել եւ դա արդյունք է տվել։ Հայաստանը, նշել է փաստաբանը, այդ գործողություններից ոչ մեկը չի արել։ Ոչ մեկը։ Ես նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ օրվա իշխանությունը այդ հարցերը չի լուծելու։ Ու անիմաստ է, հա, ես օրինակ ինքս երբ որ հավաքվել էին արտաքին գործերի նախարարության մոտ, այնուհետև հավաքվեցին բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակում, այնտեղ ընկերներ ունեմ, որոնք այսօր նաև հացադուլի մեջ են, Վարդան Ավագյան եւ Արտավազդ Ալավերդյան, մեզ ընկերներ են, նրանք մեր կողքին են եղել ոսկեպարի դեպքերի ժամանակ։ Նաև Մանեթ Հանդիլյանը, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, բայց շարունակում է։ Չեմ ճանաչում Մանեթ Հանդիլյանին, ես ասեմ, իջել եմ որպես սոլիդարություն հայտնել եմ իմ աջակցությունը այս մարդկանց, բայց ես ինքս ու մեր կառույցը մարտական եղբայրություն միաբանությունը հույս չի կապում ու առհասարակ պահանջներ չի ներկայացնում մեր իշխանությանը։ Այսինքն նոյեմբերի 9-ի կուսակցությանը պահանջներ չի ներկայացնում, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ԽՊ-ի ԽՊ-ն դա կեղծ օրակարգ է։ Չի լինելու ԽՊ խաղաղության պայմանագիր ու պահանջել ինչ որ մեկից ինչ որ մի բան, որը որ էլ կոմպետենտ չէ կամ սպասարկում է թշնամու օրակարգը, անիմաստ է։ Մենք ուղղակի մի բան կասենք,
մեզ լսող, եթե իշխանություններից մարդիկ կան, այդքան շատ եք ուզում խաղաղություն, ձեր ասած խաղաղություն, մենք դա լսում ենք որպես պարտություն, սեփական պարտության ճանաչելը, եկեք գոնե մեզանից պարտություն ճանաչեք։ Ձեր պարտությունը մեզանից ընդունեք, որովհետև այլապես դուք հայտնվելու եք այլ պարտության պարագայում Բաքվում պահվող մեր հայ այդ գերիների կարգավիճակում։ Դուք հայտնվել եք այդ կարգավիճակում։ Եթե մեզ հանձնվելու պարագայում դուք հնարավորություններ ունեք նման կարգավիճակում չհայտնվելու, այլ որոշակի ավելի մարդկային պայմաններով բանտարկյալներ լինելու, պատասխանատվության ենթարկվելու, ձեր այլընտրանքը այն է։ Ժամանակին Արցախում էլ մեկը մյուսին չլսեցին։ Ներքաղաքական պայքարի արդյունքում մեկը մյուսի հետ ունեցան կոնֆլիկտներ, այնպիսի մարդիկ ինչպես որ այս պայն գերության մեջ են, նրանց ներսում էլ խնդիրներ կար։ Արցախ ավելի փոքր է, քան Հայաստան ու նման խոսակցությունները արդեն հայտնի են բոլորին։ Ռուբեն Վարդանյան, Արայք Հարությունյան, հակամարտություն կար, այսօրվա օրով երկուսն էլ հայտնվել են Բաքվի բանտերում, երկու կողմն էլ։ Որոշակի պետք է գոնե եթե դուք չեք հասկանում պայելրժությունը, տեսեք այդ մարդկանց, հասկացեք ձեզ ինչ է սպասում։ Ու մեր առաջարկությունն է եկեք գոնե պարտությունը ընդունեք մեզնից, անկախականներից, ընդունեք մեզնից, մենք ի տարբերություն թշնամիների ավելի ողորմած կլինենք ձեր հանդեպ։ Իդեպ ովքեր որ հույս են դրել որոշ անձնական երաշխիքների վրա, ես կուզեի հիշեցնել նաև որ այս շաբաթվա ընթացքում Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում մի քանի ակնարկ արեց, թե թող չհանձնվեին կամ այսպես կարող են եւ հիմա ինքնասպանության միջոցով այսպես ուղիղ չասեց, բայց ենթադրվում էր, որ դա է ակնկալվում այնտեղի մեր գերիներից, ինչ են մնացել, մեզ էլ դնում են հարվածի տակ, ինքնասպան լինեն, բրծեն։ Նաիրա Զոհրաբյանը բացահայտեց իր անձնական զրույցներից մեկը, որում արդեն գերիալ մեր պաշտոնյաներից մեկն ասել էր, որ իրենք չեն կարող նույնիսկ այդ երանելի ինքնասպանությունը գործել, որովհետև իրենց ներկայացվել է շատ որոշակի սպառնալիք, եթե դուք այդ նռնակի ուղակը քաշեք, ձեր ընտանիքները չեն կարողանա դուրս գալ Արցախից, այսինքն կարող են լինել անելանելի վիճակներ։ Ես իրենց այլ բան կասեմ, երբ որ առաջարկություններ անում ինքնասպանության, տղեկ դուք ես երկիրը հացրել եք այսօրին։ Ինչ եք դուք ապրում, դուք ինքներդ ինքնասպանության գնացեք։ Ամբողջ աշխարհը ցույց է տալիս, որ գերիալի հետևից գնում եք։ Բարոյականություն չունեք, դուք ինչի համար եք ապրում։ Ոնց եք ամեն առավոտ արթանում, հայլու մեջ ձեզ նայում։ Դուք ձեզնից գոհ եք, դուք եք եղել ռազմաքաղաքական էլիտան, նույն Անդրանիկ Քոչարյանը, որի որպես քաղաքական գործչի կայացումը կայացել է Արցախի շուրջ։ Ինքդ Արցախ այլևս չկա։ Դու որ հայլու մեջ քեզ նայում ես, ինչ ես տեսնում, գոհ ես։ Ամեն առավոտ արթնանալուց հայլու մեջ քեզ նայելուց։ Դուք ինչի ինքնասպանություն չեք գործում։ Նույն հարցը ես եմ ձեզ տալիս։ Չնայած ես ցանկություն չունեմ ասեմ, որ որևիցե մեկը ինքնասպանություն գործի, բայց նման դեպքեր կան, երբ որ պետությունը պատմում է տալիս գեներալներ, քաղաքական գործիչներ ամոթին չեն դիմանում կամ իրենց պատասխանատվությունը վերցնում իրենց վրա, իրենք իրենց հետ են հաշվեհարդար տեսնում, չնայած ես դրան դեմ եմ առհասարակ։ Դե տևական ժամանակ կրոնակաղաքական այսպես սկզբունք է եղել, որ ամոթը լվանում են արյունով, հետևաբար պարտված կողմից պիտի արյուն թափվեր, որպեսզի այդպես է երջապոնական, բայց չգնանք այդպեսի վեհ մակարդակներ, որովհետև մեր օրերում գնալով աստիճան արժեքները խեղաթյուրված են։ Այո, այդպիսի մի իրավիճակի ականատես եղանք Զելենսկի-Թրամփ բանավեճի ժամանակ։ Սպիտակ տուն գնացած Զելենսկին, որ պիտի պայմանագիր կնքեր Թրամփի հետ հազվագյուտ մետաղների համատեղ արդյունահանման շուրջ, չհասավ պայմանագրի սենյակ։ Այդ նախամուտքում, որտեղ պիտի գնար իրենց ասուլիսը դարձավ սկանդալ, սկզբում կշտամբեցին Զելենսկուն, թե ինչի կոստյումով չես ներկայացել, հետո վիրավորանքներ սկսվեցին, երբ նա փորձեց արդարանալ, թույլ տվեք պատասխանել պարոն նախագահ, Թրամփն ասաց ոչ, դու արդեն շատ խոսեցիր, եւ այդպիսի արտահայտություններով գործարքը չեղարկվեց, Զելենսկին դուրս եկավ, ոմանք ասում են դուրս շպրտվեց, Սպիտակ տնից ով կիմանա արդեն անմիջապես նրան սկսեցին եվրոպական լիդերները իրենց սատարումը զանգել եւ հաղորդել, նա մեկնեց Թուրքիա, մեկնեց Անգլիա, սատարում ստացավ Ֆրանսիայից եւ մենք գիտենք, որ ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության եկան, որ Եվրոպան ռազմականացնեն 800 միլիարդ եվրոյի ծրագրով։ Սրա մասին ես
մեր ընկերների շրջանում բազմաթիվ անգամներ ասել եմ։ Չեմ փորձել ավելի հանրային կերպով ասել, որովհետև ինքս դրա մասնակից չեմ, այդքան բարոյական չեմ համարում նման լայն աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, բայց մի պարզ բան ակնհայտ է։ Ինչպես մեր հայաստանյան ներքաղաքական դաշտում նախկին ղեկավարներն ու այսօրվա իշխանությունները, ինչքան որ իրենք չեն սիրում իրար, գործում են մի համակարգի ներսում, ու իրանք ավելի շատ չեն սիրում Հայաստանի անկախությունը, դրա համար երբ որ Հայաստանը գնում է դեպի անկախացման ճանապարհով, նրանք միավորվում են ու պայքարում են հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի Հանրապետության դեմ, նույն կերպ կայսրությունները, դա կլինի ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, այս կայսրությունները, մեկը մեկի թշնամիներն են, բնական թշնամիները, բայց այս կայսրությունները ընդհանուր ավելի մեծ թշնամի ունեն, սրանց համար գաղափարական թշնամիներ են ազգային պետությունները, այսինքն ցանկացած ծայրահեղ իրավիճակում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դառնում են դաշնակիցներ։ Սա մենք երկու համաշխարհին ենք տեսել, երկու համաշխարհի արդյունքում պատմությունը բացեք, կարդացեք։ Հայտնվում են ու սկսում են իրենք միասին աշխատել ազգային օջախների դեմ։ Այսինքն հիմա ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանը ինչ պատրվակով էր մտել Ուկրաինա։ Որպեսզի ՆԱՏՕ-ն չմոտենա իր սահմաններին։ ՆԱՏՕ ասված է դա ԱՄՆ-ն է հիմնականում։ Դե ԱՄՆ-ն հիմա ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների ֆորմատը փոխում է կամ առհասարակ ուզում է ԱՄՆ-ի դեմ էր իրականում։ Այսինքն որպեսզի ամերիկյան զորքերը չկան Ռուսաստանի սահման։ Հիմա ռուս-ուկրաինական հարաբերությունները, ամերիկյան եւ ուկրաինական հարաբերությունները կարելի է ասել նման են։ Ուկրաինացիները գնացել են կոնֆլիկտի ԱՄՆ-ի հետ։ Հիմա արդեն խոսք անգամ լինել չի կարող ամերիկյան զորքերը տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Ինչի համար են օրինակ ռուսական զորքերը շարունակում մնալ անկախ Ուկրաինայի տարածքում։ Եթե նախկինում պատճառաբանությունը բուֆերային զոնա ստեղծել էր, հիմա այդ խնդիրը չունեն։ Ուկրաինան նկարտումներ չունի Ռուսաստանի տարածքի նկատմամբ։ Դուրս է գալիս մնում է մյուս թեզը՝ դենացիֆիկացիա, հատուկ օպերացիա, որի հիմնական նպատակը դենացիֆիկացիան էր, որի հետ ԱՄՆ-ն նույնպես խնդիրներ չունի։ Ու երբ որ Զելենսկին գնում է սկսում է պայքարել ամերիկյան իշխանությունների դեմ, ու առհասարակ այդ որ ասում են Թրամփն է, դրանից առաջ Բայդենն էր, եկամ դեմքերը փոխվում են, ամերիկյան համակարգերը չեն փոխվում։ Այս բանը ուղղակի պետք էր որ ԱՄՆ-ն նման դեմքով, նման հեռատորաբանությամբ հանդերձ գա, Թրամփի նման ղեկավար են ընտրել կամ նշանակել ընտրիչներով հանդերձ, ու հիմա այդ գիծն են առաջ տանում, բայց ընդհանուր խնդիրը դենացիֆիկացիան է։ Իրենք վտանգ են տեսնում ազգային պետություններից։ Դրա համար փորձում են օկուպացնել, այսինքն ֆինանսապես տարածքային վերցնում է Ռուսաստանը, ֆինանսական վերցնում է, հանքարդյունաբերությունը վերցնում է ԱՄՆ-ն, ինչպես դա արել են միասին համատեղ Սիրիայում, երբ որ համատեղ զորքեր մտցրեցին, ռուսները վերցրեցին հողերը, ամերիկացիները վերցրեցին նավթահորերը, համատեղ սկսեցին երկիրը քանդել։ Հիմա պետության մնացորդները տվեցին ահաբեկիչների։ Հա, տվեցին, ես չեմ որակի նրանց ահաբեկիչներ կամ չգիտեմ, ոչ ահաբեկիչներ, իրենք են իրենց խնդիրները ես տարիներ այդ ղեկավարները, ովքեր ղեկավարում էին խմբավորումներ, որոշակի ճանաչված էին որպես ահաբեկիչներ։ Ճանաչված են էլի նույն Ռուսաստանի ու Ամերիկայի կողմից, չգիտեմ, իրականում հիմա ինչ է կատարվելով, ինչ այլ, ես ավելի լայն եմ նայում այդ հարցերին, որովհետև այդ նույն ահաբեկիչները շատ դեպքերում ասում են ահաբեկիչներ, բայց բանից բարձր մարդիկ իրենց անկախության համար են կռվում։ Պաղեստինում են հիմա ահաբեկիչներ որակում Իսրայելի իշխանությունները մտնում Պաղեստինի դեմ կռվում են, զրկում են անկախությունից։ Ասածս այն է, որ հիմնականում ազգային անկախության դեմ են, ազգային ինքնության դեմ են պայքարը մղում։ Ես սա իմ աչքերով եմ տեսնում, չեմ ասում, որ սա մեր ընդհանուր վերլուծությունն է, բայց ես ինքս տեսնում եմ, որ կայսրությունները պայքարում են սկզբում ոչնչացնել ազգային ինքնությունները, հետո իրենք միասին արդեն իրար դեմ պայքարելով կբաժանեն աշխարհը կամ ինչ որ մեկը կդառնա ավելի լուրջ կայսրություն եւ մյուս կայսրությունը կհպատակեցնի իր տակ։ Նպատակը էս է։ Բայց սա այս ձևի նպատակ եղել է սրանից 2000 տարի առաջ, 3000 տարի առաջ, երբ որ եղել են հզոր կայսրություններ, ու այս ամեն ինչը գլոբալ աշխարհ երբ որ փորձում են կառուցել, երբ որ վերազգային կայսրություններ, այսինքն պետություններ են ձևավորում կայսրություններ, վերջի փուլում փլուզվում են, որովհետեւ գոյություն ունի ազգային ինքնություն, որը որ անբացատրել է, մարդկությունը չի կարողանում դա բացատրել, դա մարդու ներսից եկող է, որի դեմ այդ ֆորմալ ձևավորված կառույցները անզոր են։ Այսինքն
մենք ունենք օրինակ արաբական խալիֆայությունը, երբ որ ամբողջ Եվրոպան, Ասիան գրավել էր, Իսպանիայում ասենք մի գյուղ այդ ազգային ինքնությունը իր մեջ ձևավորում է, հետագայում ստեղծում իսպանական թագավորությունը։ Այսինքն ազգային ինքնության դեմ պայքար մղելը սա անիմաստ գործողություն է։ Դրա համար մենք էլ մեր ազգային ինքնությունն ենք փորձում պայելու։ Զելենսկին լավ օրինակ է, երբ որ ցույց է տալիս, եւ նույնիսկ այն պարագայում, երբ իր դեմ պայքարում են աշխարհի հզորագույնները, երբ որ աշխարհի հզորագույն երկրները, ու իդեմս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Ուկրաինայի իշխանություններին Զելենսկուն դեմ են տալիս ստորագրելու իրենց բաժին նոյեմբերի 9-ը, Զելենսկին հրաժարվում է ու հասկացնում է, որ իրենց անկախությունը վեր է ամեն ինչից։ Ու անկախությունը դա ոչ միայն հողն է, ոչ միայն մարդի դաշտն է, այլ նաև սեփական ռեսուրսներ են։ Նրանք իրենց ռեսուրսները նույնպես չեն պատրաստվում զիջել իրենցից հզորներ, ոչ հողային, ոչ ընդերքային, առհասարակ ոչ մի ռեսուրս չեն պատրաստվում, ցույց են տալիս, որ իրենց զինվորները կռվում են ոչ թե ի բարօրություն կամ ի պաշտպանություն Եվրոպայի պաշտպանություն, ԱՄՆ-ի առաջին հերթին իրենց անկախության համար են կռվում, որից բխում են նաև մյուսների անվտանգությունը, եվրոպական մյուս երկրների։ Դրա համար եվրոպական երկրների ղեկավարները այնքան բարոյականություն են, որ դա գիտակցել են, հասկացել են, որ հաջորդը իրենք են լինելու։ Դրա համար եկել են ասում են մենք պատրաստ ենք ինչով կարող ենք կանգնել Ուկրաինայի կողքին։ Ու երբ որ ասում են, Տուսկը երբ որ հայտարարեց, ասեց 500 միլիոնանոց Եվրոպան գնացել խնդրել է 300 միլիոնանոց ԱՄՆ-ին, որ իրեն պաշտպանի 140 միլիոնանոց Ռուսաստանից, սա արդեն առողջ չէ։ Այո։ Իսկ իրականությունն այլն է։ 300 միլիոնանոց ԱՄՆ-ն եւ 140 միլիոնանոց Ռուսաստանը երկրորդ համաշխարհային արդյունքում ձևավորված նոր աշխարհակարգի արդյունքում ճնշած է պահել Եվրամիությանը։ Եվրոպան բաժանած են եղել երկու մասի։ Սառը պատերազմի արդյունքում Ռուսաստանը պարտվել է, Եվրոպայի մի մասը ազատագրվել է, ամերիկյան ազդեցությունը փորձել է ավելի խորանալ, որը որ շատ լավ չի ստացվել։ Հիմա Եվրոպան գնում է հակառակ ճանապարհով։ Եվրոպան գնում է անկախացման ճանապարհով։ Ես սա չեմ ասում, որ հետագայում մեզ կապեք, ասեք դե կարելի մտամետեք, չէ, մենք արժե համակարգային ու գաղափարական ազգային պետությունների կողմնակից ենք, այսինքն ազգերը պետք է գործեն իրենց տարածքում, իրենց պետությունների ներսում ու ինքնադրսևորվեն սեփական ազատությունների հիմքի վրա, կառուցեն իրենց երկրները։ Ոնց որ բնության մեջ են գոյություն են տարբեր տեսակի կենդանիներ, ամենքն իրենց բնակության արյալով, նույնպես եւ մարդկության մեջ ամեն մի ազգ, ամեն մի պետություն իր սեփական ձևով պետք է դրսևորվի։ Պետք չի ստեղծել համընդհանուր օրենքներ, համամարտկային գլոբալիստական, չէ, չենք կարող, եթե մենք հայերեն ենք խոսում, հայերեն ենք մտածում, մենք չենք կարող լինել օրինակ վրացի կամ, չգիտեմ, ռուս կամ ֆրանսիացի, չէ։ Մենք հայ ենք, նույնպես եւ վրացի չեն կարող լինել հայ, իրենք էլ վրացերեն են մտածում։ Դեպս արժեքները շատ ավելի խորն են եւ որպեսզի պատկերացնեք թե որքան խորը հիմքեր ունեն դրանք ամեն մարդու մեջ, նայեք թե նոր ոտքի կանգնող հայ երեխան ինչպես է ձեռքերը բարձրացնում եւ ապարում հայկական, իրական հայկական ռիթմերի տակ։ Կտեսնեք, որ դա սովորելով չի լինում, դա ոչ մի տեղից չի լինում, դա ներսից է գալիս եւ դա շատ խորը արմատներ ունի ամեն մարդու հոգում։ Այնպես որ արմատախիլ անել այդպիսի արժեհամակարգերը, սկզբունքները, գենոմը անհնար է։ Լեզվամտածողությունը շատ կարևոր է, երբ որ ասում եմ լեզուն շատ կարևոր է, մենք հայերեն ենք խոսում, հայերեն մտածում։ Փորձեք կարճ ժամանակ, օրինակ անգլերեն խոսել, անընդհատ ու անգլերեն ձեր մտքերը կառուցել, ձեր տեսակետներն են փոխվում։ Փորձեք ռուսերեն մտածել, ռուսերեն խոսել, ռուսերեն մտածել, լրիվ այլ բան եք ստանալու։ Այդ ամենը հրաշալի է, բայց վերադառնանք մեր դառը իրականություն, մասնավորապես Անկարայում հանդիպեցին Ալիևն ու Էրդողանը եւ Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրն ադրբեջանական հող է եղել ի սկզբանե եւ միտումնավոր կերպով հանձնվել է Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Մի նման անհիմն բան էլ ասաց Նախիջևանի մասին, որից հետո Ալիևն ու Էրդողանը բացեցին Իգդիր Նախիջևան գազատարը, դա համարելով խորհրդանիշ իրենց մեկ ազգ երկու պետություն սկզբունքի կենսակերպի։ Այս շաբաթ կրկին Ադրբեջանից խոսեցին մեր սահմանի վրա փոխհրաձգության կամ կրակոցներ լսելու մասին, որը ժամեր անց մեր պաշտպանության նախարարությունը հերքեց։ Էսկալացիայի վտանգի մասին է խոսքը։ Էսկալացիայի վտանգը միշտ կա, բայց այս խոսույթների մեջ ես կառանձնացնեմ, որ
Ալիև ուղղակի չի հասկանում ինչ է խոսում։ Լուրջ չի հասկանում։ Այսինքն երբ որ ինքը գնում է Էրդողանի մոտ խոսում մի բանի մասին, որը որ առանց իրենց են այդ որոշումները կայացվել ժամանակին, սա իրականությունից կտրվելու մասին է միայն։ Կարող ենք դա փաստել, որովհետև թե Նախիջևանը, թե Սյունիքը, դա ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում են ձևավորվել, թե որին պետք է մնա։ Ինքը գնացել, կարելի ասել Էրդողանին ասում է, որ արի չեղյալ համարենք ռուս-թուրքական պայմանագիրը։ Իրականում շատ լավ բան է ասում։ Դրանով ազատելով նաև մեզ, բայց քանի որ մենք տեղում չունենք այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, սա խեղճատակության է նմանվում։ Այ եթե այդ պարագայում Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը որ դեմ դուրս կգա այս պայմանավորվածությանը, հա, կարող ենք չեղյալ անել ու հասկանալ առհասարակ ինչ կա, որը ում տարածքն է։ Որովհետև ռուս-թուրքական պայմանագրով Նախիջևանը տրված է ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանին, չէ ինքնավար հանրապետություն կներեք, ինքնավար հանրապետություն։ Այն պարագայում, երբ որ այնտեղ էսպայն բնակչությունը ամբողջությամբ ադրբեջանցիներով է լցված, իսկ Արցախում կոչվում է Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզ, որտեղ բնակչության հիմնական մասը հայեր են։ Աբսուրդ է, չէ՞, այսինքն հայերին է ինքնավար մարզը, ադրբեջանցիներն է Ադրբեջանի ներսում ինքնավար հանրապետություն։ Սա պատճառ է, որովհետև ռուս-թուրքական պայմանագրով սա տրված է Ադրբեջանին երրորդ կողմին չզիջելու նախապայմանով, երրորդ կողմը Թուրքիային նկատի ունեին։ Ալիև գնացել ասում է եկեք ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկենք։ Լավ բան է ասում, չլնով բան է ասում։ Ոնց որ սխալվել է արդեն չափը կորցրել է, մենք սրանից կարող ենք օգտվել։ Այնինչ չենք օգտվում, որովհետև չունենք Հայաստանի շահերին ծառայող ղեկավարություն։ Եվ որպեսզի օր առաջ ունենանք այդ ղեկավարությունը, պետք է որ շատ լինենք ազգային ուժերով, ազգային մտածող մարդկանցով, ազգայինը կարևորողներով, գտնենք իրար, համագործակցենք եւ ազատենք մեր երկիրը։ Առաջիկայում մարտական եղբարություն միաբանությունը սկսելու են ներկայացնել այլընտրանքի իր սեփական տեսլական, այսինքն ինչպես ենք պատկերացնում հայկական պետության պաշտպանությունը, ռազմաարդյունաբերությունը, սպորտը, մշակույթը, իրավական համակարգը, ամբողջ ծրագրերը փաթեթով ներկայացնում ենք, որպեսզի չլինի մենք ինչ որ բողոքում ենք, բայց դիմաց այլ բան չենք առաջարկում, ինչպես այս վիճակից դուրս գա։ Մենք ամբողջական փաթեթով սկսելու ենք ներկայացնել մեր ծրագրերը, որպես այլընտրանք հանդես ենք գալու այսօրվա նոյեմբերի 9-ի կուսակցությանը։ Դրա համար կարող եք միանալ մեզ, միասին քայլենք, անցնենք այն ճանապարհը, որը որ մեզ բերելու է հաղթանակ։ Եվ բաժանորդագրվեք մեր Telegram-յան ալիքին, բաժանորդագրվեք մեր Facebook-յան ալիքին, ցավոք YouTube-ը արգելափակված է, եւ կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ին, աջակցելու մեր ծրագրերը ավելի մեծ թափով, ավելի լայն ձևով իրականացնելու համար։ Միացեք մեզ, սպասում